Ձեր ամփոփիչ հանրահավաքն է, ինչ ակնկալիք ունեք, ինչ եք կարծում համայնքի բնակիչները, նաև խոշորացված համայնքի այլ բնակավայրերի բնակիչների կողմից կստանաք բավարար աջակցություն։ Բավարար աջակցությունը արդեն այս քարոզարշավի ընթացքում ես ստացել եմ, այսօր մենք հավաքվում ենք բոլորով ամփոփելու մեր թե ծրագրերը, թե մեր արած գործերը, թե մեր հետագա անելիքները մեր համայնքի համար, Փարաքար խոշորացված համայնքի համար։ Այսօր քայլերթով շարժվում ենք դեպի այնտեղ, որտեղ որ պետք է ամփոփի այդ ամենը։ Քանի բնակավայրում եք հասցրել հանդիպել բնակիչների հետ եւ ինչ խնդիրներ են ներկայացրել, ինչ ակնկալիքներ ունեն ձեզնից։ Արդյոք ձեր նախընտրական քարոզարշավի եւ նախընտրական ծրագրերի մեջ ներառված կան այդ խնդիրները, որոնք որ վեր են հանվել բնակիչների կողմից։ Կարելի ասել, ինչ խնդիրներ որ բնակիչները արտահայտվել են, ասել են մեզ, դրանք բոլորն էլ կան ծրագրում, իսկ կան խնդիրներ, որոնք որ չկան, դրանք մենք արձանագրել ենք այդ խնդիրները եւ այդ խնդիրները բոլոր խնդիրների հետ համատեղ լուծում կստանան։ Ձեր նախընտրական ծրագրի ամենաառանցքային եւ կարեւոր խոստում, այսպես ասեմ, ո՞րն է։ Ես աշխատելու եմ շատ թափանցիկ եւ ինձ համար հավասարության սկզբունքը լինելու է դա առաջնային հարցը։ Մենք նկատել ենք, որ օրինակ գյուղական բնակավայրերի բնակիչները ասում են, որ իրենք ուզում են, որ եթե անգամ ընտրվեք համայնքապետ, միայն չկենտրոնանաք Փարաքարի վրա, նաև այլ բնակավայրերի զարգացման վրա էլ կենտրոնանաք։ Ինչու՞մն է այս մտահոգությունը, ի՞նչն է պատճառը։ Արդյոք նախորդ տարիներին աշխատանքներ չեն տարվել այդ բնակավայրերում։ Եվ ընդդիմադիր ավականու անդամ եք, ինչ կասեք։ Ես նախորդի հետ կապված չեմ ուզի ոչ մի ինչ-որ բառ ասել, դա բնակիչը տեսել է նախորդի աշխատանքը եւ իր գնահատականը դա ամսի 30-ին կտա, իսկ ինչ վերաբերվում է որ կենտրոնանալ մի գյուղական համայնքի վրա եւ զարգացնել այդ համայնքը, դա շատ սխալ եմ համարում ես։ Ինձ համար դա հենց եւս սկզբունք է, որ պետք է բոլոր համայնքները համաչափ զարգացում ունենա եւ մենք այդպես փորձելու ենք համաչափ զարգացնել մեր գյուղական համայնքները եւ նաեւ Փարաքար համայնքը, Թայրով համայնքը, այդքանը։ Այսօր Գյումրիում, գիտեք, որ Գյումրիում եւս ընտրությունները եւ այլ տեխնացուների գրասենյակներն են խոզարկություն իրականացվել, Վարդան Գրիգորյանի հարազատներին ձերբակալել են, նրանք ընդդիմադիր տեխնացուներ են եւ ձեր մասով արդյոք խոզարկություն իրականացվել է եւ դուք մտահոգություն չունեք, որ նույնը կարող է կրկնվել Փարաքարի դեպքում։ Մենք շատ բաց ենք, մեզ կարան նաեւ խոզարկեն, եթե դրա կարիքը կա, բայց ես չեմ տեսնում, որ մենք դրա կարիքը ունենք, ոչ մի մտահոգություն չունեմ այդ առումով։ Իսկ իրավապահները այս ընթացքում այցելել են ձեզ, այսպես Այցելել ասած։ են, այո, իհարկե այցելել են, արձանագրել են ովքեր են պատասխանատուները, ովքեր են մնացած մեր շտաբային աշխատանքի համակարգողները, այդքանով։ Դուք օրինակ ինչպես եք հասկացել Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը, որ կծեփենք ասֆալտների, եթե ինչ-որ ընտրությունների ընթացքում ինչ-որ մի խախտում տեղի ունենա։ Դե առասարակ խախտումներ ինձ թվում է ընտրությունների ժամանակ չի կարելի որ խախտումներ լինեն, որովհետև դա մեր բնակչի, դա մեր հանրության կարծիքն է, որը որ պետք է իրենք իրենց քվեով արտահայտեն այդ ամեն ինչը, իրենց գնահատականը տան, իսկ մնացած թե Նիկոլ Փաշինյանը ինչ ասել, ճիշտ ասած չեմ էլ լսել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ձեր նկատմամբ արդարացի են գտնվել Փարաքարի նախորդ ընտրություններին։ Նախորդ ընտրությունները ինձ համար արդարացի չեն գտնվել, որովհետև դա 49% քվեն, որ ժողովուրդը տրամադրել էր, տվել էր հայ զայնը, դա ուղղակի հաշվի չառնվեց ոչ մի ձևով, ոչ մի տեղում։ Այս ընտրությունների արդյունքները կարծում եք, եթե դուք բավարար ձայներ հավաքեք, իշխանությունը ձեզ հանգիստ կթողնի։ Եթե ինչ-որ մեկը կփորձի մեզ հանգիստ չթողնել, մենք կպայքարենք մեր բնակչությամբ, մեր ժողովրդով մինչև վերջ։